Всё, ռեկա կարծեք եւ պատրաստեք։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, նորից Երևանում ենք, այս անգամ առանց շորիկների, բայց փոխարենը հրաշալի հյուր ունենք այսօր։ Օվսանա ջան, ողջույն եւ բարի գալուց մեր ներս ու դուրս։ Օվսանային իրականում ինձ թվում է ներկայացնելու կարիք չկա, բոլորը իրան գիտեն, բայց այնուամենայնիվ ներկայացնենք մեր սիրելի հյուրին։ Օվսանան Դինգո թիմի կամ Դինգո թիմա դա թե Դինգո թիմի ղեկավարն է, հիմնադիրն է, գուցե Դինգո հենց շան մասնել խոսենք, թե ոնց է այդ անունը առաջացել։ Օվսանան մեր երկրի ամենահայտնի կենդանիների պաշտպաններից է, անձայնների ձայնն է կարելի ասել այս երկրում։ Այո, շատ վեգան է ինքը նաև, ես գիտեմ, որ իր համար կենդանիների պաշտպանությունը ընդհանուր տենց հոլիստիկ տենց կոնցեպտ է, հա, ոչ միայն փողոցային շների եւ կենդանիների պաշտպանություն։ Օվսանայի հետ այսօր խոսելու ենք ընդհանուր երևույթի, բայց երևույթի մասին, բայց վերջերս տեղի ունեցած մի դեպքի հետքերով, որը իրականում ցնցեց շատերին, գուցե դաժանությամբ կամ գուցե ուղղակի ձայնագրություններով, որոնք մենք այդ ֆորմատով դեռ չէինք տեսել։ Մի քանի օր առաջ Օվսանան իր ընկերների, թիմակիցների հետ հիմնականում կանանցով գնացել էին մի վայր, Լոռիում կարծեմ, ինչից համար շատ ցավոտ է, ես ինքս լոռեցի եմ, որտեղ շնամարտ էր տեղի ունենում ապօրինի եւ մենք տեսանք ցավոք արյան մեջ թաթախված վիրավոր շներ այդ ձայնագրություններում ու մի քանի ամիս առաջ էլ շատ ակտիվ քննարկվում էր կենդանիների պաշտպանության օրենքի հետ կապված որոշ խնդիրներ եւ բարդ թեմաներ, այս ընդհանուր այս վերջին ակտուալ զարգացումների գծով, բայց նաև իհարկե ընդհանուր կենդանիների պաշտպանությունների թեմայով ենք խոսալու Հայաստանից։ Բարի գալուստ Օվսանա ջան։ Շնորհակալ եմ։ Օվսանա ջան, գուցե նախ Դինգոից խոսենք։ Ինչի է քո թիմը կոչվում Դինգո թիմ։ Ես գիտեմ դրա մասին, որովհետև ես չգիտեմ, եթե սիրով կլսեմ։ Բայց այո։ Դինգոն իմ շունն է, որ եղել է իմ առաջին շունը, քանի որ ես մանկության տարիներին միշտ երազել եմ շուն պահել եւ Դինգոն եղել է իմ առաջին շունը, ընտանիքի հետ կռիվ գալով միջև մի խոսքով հասել եմ նրան, որ կարողանամ պահել եւ հենց նրա անունով էլ կոչել։ Ու երբանից է սկսել կենդանիների պաշտպանությունը, ոնց է զգացել, որ դու այդպիսին ես, վեգան լինելն էլ, ես վստահ եմ դու կաշվից իրերել չես գրում, հա։ Ոնց ես այս հայկական միջավայրում քո մեջ հայտնաբերել այդ Օվսանային։ Ճիշտ ասած, ես երեխա ժամանակից եմ ինձ համարում կենդանապաշտպան, քանի որ դրսում ինչքան ձագ էի գտնում, միշտ տուն էի բերում, ճիշտ է տանը չէին թողնում պահել, բայց ամեն դեպքում ես քրոնիկ այդ պայքարի մեջ էի, որ դրսի ձագերին փրկեմ, բայց այսպես ասած օֆիցիալ, հա, որ զբաղվեցի կենդանիների փրկությամբ, դա 2007 թվականից էր, երբ որ վիրավոր կենդանի ընկավ ձեռքս եւ ես հասկացա, որ ընդհանրապես որևէ բուժօգնություն, շտապօգնություն ոչ միտեղ չկա Հայաստանում, որտեղ հնարավոր է դիմել։ Եվ ես աստիճանաբար դարձա դրա սկիզբը, որպեսզի Հայաստանում անտուկ կենդանիները նույնպես լինեն պաշտպանված։ Ինչ որ պահ եղել է, որ կարաս հիշես որպես մեկնարկային պահ, որ այս պահները որ դու մտածեցիր չի կարելի շարունակվի։ Մեկնարկային պահը ես հիշում եմ իմ բուսակեր դառնալու պահը, դա 22 տարի առաջ էր։ Ճիշտ ասած, ես մինչև այդ չէի էլ մտածում, որ միսը դա կենդանի է։ Ուտում էի շատ մսակեր էի, շատ ավանդական հայկական մսակեր։ Միսը տող ընտանիքից եմ, որ տանը ամեն օր մսամթերք կար, ու ես շատ ուտում էի ու շատ սիրում էի։ Բայց մի օր երբ որ մատաղ պետք է անեին, մի հատ ուլիկ էին բերել, բայց այնպես ստացեց, որ մատաղը հետաձգվեց եւ այդ ուլիկին մի քիչ պահեցին, եւ որոշ ժամանակ հետո գալիս եմ տուն եւ ինձ ճաշ են տալիս, ասում են կեր ուլիկի ճաշն է, ուլիկի միսն է, ու այդ պահից իմ մեջ sense ոնց ուլիկի միսն է, միսը կենդանի է, այդպես այդ պահից սկսած դարձել եմ բուսակեր եւ մարդիկ ասում են հեշտ է եղել, շատ հեշտ է եղել, պարզապես երբ որ գիտակցում ես process-ը իրական շատ հեշտ է։ Հետաքրքիր է, որ երեխեք ավելի դաժան են, չէ՞, դու հակառակը ասացիր երեխա ժամանակվանից բոլոր վիրավոր կենդանիների տուն էին բերում, երեխաներն ու ես իմ մանկությունը տենց եմ հիշում, որ մենք ավելի տանջում էինք կենդանիներին, ծիտիկներ, բան, տենց չգիտեմ, դե ես լեռներում եմ մեծացել, հետաքրքիր է, որ ես երեխեքին ավելի դաժան գիտեմ, ճիշտ գիտեմ, չէ՞։
Ոչ բոլոր երեխեքը, ես էլ եմ երեխա ժամանակ դաժանություններ արել առանց հասկանալու։ Օրինակ ճանճի թևերը պոկում էի ու բաց էի թողնում, որ ասում էի թող դառնա բլոչ, չէի հասկանում։ Իսկ հիմա երեխաները ոչ թե դաժան են, այլ ուզում են շփվեն, բայց չգիտեն ոնց։ Եվ հիմնականում շփվում են նենց, ոնց որ իրանց հասարակությունը մատուցում է։ Օրինակ, երբ որ ես մեր բակում անդադ ձագեր էի պահում, դեռ փոքր ժամանակ, երբ որ դեռ ամուսնացած չէի, այսինքն ծնողներիս հետ էի ապրում, մեր բակի երեխեքն էլ են տենց կենթանի տանջող, բայց աստիճանաբար իրանք դարձան կենթանի փրկող, որովհետև ուղղորդեցի ես այդ իրանց կենթանու հետ շփվելը, տանջելուց ուղղորդեցի դեպի փրկել ու իրանք սկսեցին ձագ փրկել։ Քանի որ վեգանիզմից խոսեցինք, ասում եմ վեգանիզմ։ Այո։ Վստահ եմ, որ այդ հարցանփեման ինչ որ մեկը մեզ կտա մեկնաբանություններով։ Դու վեգաններին տեսակն ես, որ ամեն տեղ ասում է ես վեգան եմ, թե այդ տեսակը որ ուղղակի լուր օրինակ է ծառայում։ Այդ շատ բարդ հարց է, որովհետև սկզբի տարիների ես մարտնչող վեգան էի, ավելի ճիշտ վեգան չէի, միայն միշտ չէի ուտում։ Բայց ամեն սեղանի շուրջ ես պարտադիր պետք է իմ խոսքը ասեի բոլորին անպայման։ Հայտնի տարիների ընթացքում, երբ որ դու այդ տեսակի մեջ արդեն ինքնահաստատվում ես, էլ հիմա չէ, եթե հատուկ չհարցնեն, չֆիքսեն, որ ես միշտ չեմ ուտում, ես առանձնապես դրա մասին չեմ խոսի։ Բայց չես փորձի մարդկանց համոզես, որ Չէ, եթե հարցեր տան, սիրով կպատասխանեմ, բայց համոզել չէ։ Բայց նախկինում այդպիսի տարիներ ունեցել եմ, այն գիժ մի քիչ վեգաններից եղել եմ։ Մեմայինը։ Այո։ Այսօրվա մեծ հյուրգալու առիթը տխուր, ասես ասած դեպքեր ու ուզում եմ անդրադառնամ իրան մի քիչ իմ մասնագիտական տեսանկյունից, հա։ Այս եթերին պատրաստվելուց խոսում ենք այդ մասին, ինչքանով է շնակռիվները հայկական ավանդական կամ գոնե, չգիտեմ, կովկասյան ավանդական ինչ-որ բան, ու հիշեցինք, որ ես քաղաքի մարդ եմ, այսինքն գյուղերում ինչա կատարում, առանձնապես շատ տեղյակ չեմ, որովհետև նույնիսկ տատիկ-պապիկ չեմ ուլեցել գյուղում, այնց այդպես, այսինքն իմ տեղեկությունը գյուղերից գրքերից է։ Հիմա ես հիշում եմ, որ Թումանյանը, որ բավական մեծ գյուղագրություն ունի, Մաթևոսյանը, չգիտեմ, Բակունցը եւ այլն մարդիկ, որոնք իրանք գյուղերից են եղել ու շատ մեծ քանակությամբ գրել են գյուղի կյանքի։ Վախթան Գանանյանը։ Ու դա 20-րդ դարի սկիզբն է, այսինքն այդ ժամանակն է, որտեղ այդպիսի բան լիներ, պիտի որ ավելի շատ լիներ։ Որևէ մեկի մոտ ես չեմ հիշում հիշատակում այդպիսի ավանդույթի։ Թեև այդպիսի ասած արատավոր ավանդույթները, օրինակ Թումանյանը հատուկ ֆիքսել է, հատուկ գրել է, հատուկ ցույց է տվել, որ այսա վատ է, բայց ես չեմ հիշում, որ որևէ տեղ այդպիսի ավանդույթ տեսած լինեմ։ Ու միաժամանակ տեսնում ենք, որ լիքը մարդու համար դա ինչ որ սրբոտ բան է։ Ոնց է դա ստացվել։ Իրականում ավանդույթ չի ասի ես դրան, ավելի շատ սովորույթ է եւ վատ սովորույթ, օրինակ ոնց է գյուղերում հնից եկած սովորույթ կա, որ կինը կարա իրավունք չունենա, հնից եկած տենց միտք կա, չէ, ուտող խմող տղեն լավ տղա է, այսինքն հարբեցողությունը կապում են լավ տղա լինելու, հետո այդպես վատ լիք սովորություններ կան եւ այդ թվում այո շների մարդն է, որի համար նրանք նաև արդարացում ունեն։ Իբր գայլերի համար են դա անում, այսինքն շունը սովորում է իբր գայլի դեմ կռվել, բայց դա բացարձակ է ուսումնասիրել եմ թե գիտական առումով, թե ուսումնասիրել եմ միջազգային վարքաբանների բոլոր տեսանկյուններից ուսումնասիրել եմ եւ գամփր կռիվը իրականում ոչ մի կապ չունի գամփր գայլ կռվի հետ։ Դա ընդհանրապես երևի ժամանակին գյուղի տղամարդիկ պարապ են եղել, ինքնահաստատվելու խնդիր են ունեցել, չգիտեմ սովորույթ է եղել, ավանդույթ չի կարելի իրան ասել։ Բայց կռվի մեջ շունը վիրավորվում է այսպես թե այնպես, տրամաբանորեն ոնց է վիրավոր շունը ավելի արդյունավետ գայլի դեմ կամ ինչ որ որևէ այլ բանի դեմ։ Տեսեք, իրանք ասում են, որ իբր շանը սովորեցնում, որ ինքը պատրաստ լինի կռվի։ Բայց ինչի դա կապ չունի գայլի կռվի հետ, որտեղ գայլը շուն չի։ Գայլը լրիվ այլ կենդանի է։ Ուրիշ ձևա կռվում։ Ուրիշ ձևա կռվում, մարտավարությունը, հարցակվելու ձևը, բռնելը, մոտենալը, ռեակցիաները, ամեն ինչ տարբեր է։ Ատամն էլ հաստատ ուժեղ կլինի։ Իհարկե միանշանակ, գայլը միանշանակ ուժեղ է, եւ իրանք հետո ուրիշ ձև, իրանք ոհմակով են հարցակվում, մեկը կարա հարցակվի, մյուսը հետևից հարցակվի, այսինքն շուն կռիվը լրիվ տարբերվում է գայլի հետ կռվից։ Շունը շան հետ կռվելու, գայլի հետ կռվել ընդհանրապես չի կարող սովորել։ Դա ընդհանրապես պատճառաբանություն է, որպեսզի իրենք այդպես վատը չերևան, էլի, իբր բարի գործ են անում։ Դա ոչ միայն գայլի հետ կռվել չի սովորեցնում, այլ նաև վնասում է այնքանով, որ այն շները, որոնք մարտերի են մասնակցում, իրենք ոհմակի մեջ ավելի դժվար են ապրում։ Իսկ սարում շունը պետք է կարողանա ոհմակի հետ համագործակցել, ոչ թե կռվել։ Այո, բնական կռիվներ կարող են լինել տարածքի համար, էքի համար, դա նորմալ է, բայց
այն որ իրար դեմ հրահրվեն, այդպիսի բան սարում չի լինում։ Նրանք այնտեղ պետք է թիմ լինեն, որպեսզի գայլի դեմ պայքարեն։ Իսկ գամփրը գայլի դեմ պայքարում, որտեղ իր մեջ գենետիկ դրված է։ Ոնց որ հովաշուն տարածքի հսկում, որտեղ իր մեջ գենետիկ դրված է։ Կուրծխարի մեջ գենետիկ որսանելն է դրված։ Մենք մեր կուրծխարին երբեք որսի չենք տարել, երբեք որսանել չենք սովորացրել, բայց հենց մեր բակումի բանաշարժում ինքը թաթը սենց անում կանգնում է, գեն է։ Նույն ձևի գամփրը գենով գայլի հոտից ինքը արդեն գիտի ինչ պետք է անի, դա իրան պետք չի սովորեցնել։ Այսինքն շների կռիվը ուղղակի մարդկանց զվարճանքի համար է։ Զվարճանքի համար է, իրականում այստեղ մեծ բաներ են ֆռում, խաղադրույքներ։ Խաղադրույքներ են ֆռում, հետո տղամարդիկ իրենց զբաղմունք են գտել։ Իսկ շահավետ է, դա այսինքն այդ զբաղմունքով կարելի է տուն պահել, թե դա ուղղակի որևէ ապացույց չունեմ, բայց բազմաթիվ տեղերից լսել եմ, որ այո, բավականին մեծ գումարներ են պատտվում, բավականին մեծ։ Օվսանա ջան, իսկ մեր հասարակության արձագանքը մենք ընդհանրապես հետևել ենք Facebook-յան արձագանքին, դու քեզ հաստատ նաև անձնական են գրում եւ այլն։ Մեր տպավորությամբ այս անգամ բավականին ուժեղ էր, էմոցիոնալ էր, նաև սարսափներ շատ, հա։ Հետո հիշում եմ այդ դրոշների մասն էին խոսում այդ վիդեոների, որ ասենք ինչ եք անում ու ինչ սիմվոլիկայի հետ եք կապում, ընդհանուր մարդկանց մոտ սարսափն ու նեգատիվ վերաբերմունքը այս անգամ առանձնահատուկ մեծ էր։ Ինչ կարծիք ես կկարողանանք մենք սա վերածել իրոք ինչ որ մշակութային փոփոխության սկզբի, թե կմարի է սալիքը ու ինչ պիտի անենք, որ տեղից շարսելը տեղից շարժի։ Մենք թույլ չենք տալու, որ մարի, որովհետև մենք հստակ որոշում ունենք, որ այս գամփրների կռիվները դե պիտբուլների մասին չեմ խոսում, որտեղ եթե գամփրներին պատճառաբանում են գոնե գայլերի համար, պիտբուլներին մսաղացա իրանց կռիվը, այդ մի սարսափելի բան է։ Բայց սրա դեմը մենք պետք է առնենք ամեն գնով, դրա համար թույլ չենք տալու, որ սա ուղղակի մարի գնա։ Դեմը առնենք, այսինքն իրավական Այո, իհարկե, միանշանակ իրավական առումով, քանի որ օրենքն արգելում է։ Քրեական օրենքով դա շնամարտերի կազմակերպումը, քանի որ դա 307 հոդվածի երկրորդ մասով, այսինքն խմբակային, դա ազատազրկում է, 1-ից 3 տարի ազատազրկում։ Այսինքն շնամարտ կազմակերպողն է տուգանքով էլ չեն կարող ազատվել։ Բայց այսինքն օրենքը կա, ու այդ մարդիկ գիտեն, որ իրանք քրեական հանցագործություն են անում։ Գիտեն իրանք հասկանում են, որ Իրանք գիտեն, որ օրենքը կա, բայց այսպիսի մի բան, իրենք կազմակերպություն են բացել հասարակական, որտեղ թույլատրվում է մարտերը որպես տեստավորում։ Իրանք սա չեն կոչում մարտեր, սա կոչում են տեստավորում։ Բայց մենք դա նույնպես բողոքարկելու ենք շուտով այդ հասարակական կազմակերպությունը, որտեղ այդ հասարակական կազմակերպությունը թույլատվություն է ստացել կարծեմ 2023 թվականին, այն դեպքում, երբ որ այդ ժամանակ արդեն օրենքը քրեական էր։ Այսինքն Արդարադատության նախարարությունը տվել է թույլտվություն օրենքին հակառակ, ինչը չի կարող բնականաբար լինել։ իսկ ինչի համար են տեստավորում, այսինքն պատրաստ է ինքը հով սարերում ծառայելու։ Այո, ինքը պատրաստ է ծառայելու, թե չէ, որպեսզի ուժեղ շնից գեն ստանան իրենց ասելով։ Եվ այսպեսի մի շարք բաներ, բայց տեստավորումը իրականում կռվի հետ կապ չունի։ Տեստավորումը, այո, գամփրներին տեստավորում են, բայց տեստավորումը նրա ռեակցիաները, հոգեբանությունը, ինչքանով նա փսիխիկան կայուն, այսինքն տարբեր իրավիճակների մեջ են գցում եւ այդպես փորձում են։ Ինչպես արձագանքում գայլի հոտին, արդյոք դառնում է անկառավարելի ագրեսիվ, թե չի դառնում, արդյոք կարող է ինքը ինքնուրույն որոշում կայացնել, թե միայն հրաման է կատարում։ Այսինքն այսպիսի բազմաթիվ կետեր կան, որով գամփրը պետք է տեստավորվի։ Մարտը դրանց մեջ չի մտնում։ Մի հատ կարելի է միջանկյալ հարց տամ, Facebook-ում քննարկում էի կարդում, այսպիսի առաջարկ էր հնչել, ինչ կլինի, եթե շնամարտերը փոխարինենք շնախաղերով, զուտ պահպանելու համար այդ entertainment էֆեկտը, հա, որ մարդիկ նստեն նայեն, բայց շները իրար տենց վնաս չտան, այլ չգիտեմ ինչ, շնախաղեր լինեն, հետաքրքիր է դա ոնց կարա աշխատի, թե չէ, ու ոնց ես պատկերացնում դա, ոնց ես վերաբերվում նաև դրան որպես կենդանասեր։ Դե անկեղծ չեմ պատկերացնում, որ երկու անծանոթ շան գցեն իրար մոտ ու իրանք դեռ մի անգամից սկսեն խաղալ, որովհետև իրանք նույնիսկ չեն ուզում կռվեն։ Մենք նոր տեսանյութեր ունենք, որոնց գծով հաղորդում ենք տվել, էլի շնամարտերի, էլի խաժակն է կազմակերպում։ Այդ տեսանյութերի մեջ գամփրներին կանգնացնում են իրար դեմ, գամփրները նայում են իրար ու չեն ուզում կռվեն։
Սենց հետևից բրդում են, ձայներով հրահում են, ամեն ձև սադրում են, ի վերջո այդ գամփրները կպնում են իրար։ Էնպես որ այդ շները իրականում մեծամասամբ չեն էլ ուզում կռվեն։ Շատերն ասում են գամփրները մարտական են, իրենք են ուզում կռվեն, այդպես չի։ Ինչ երկու ворց կենթաներ կանգնացնես ու հրահրես, կկռվեն։ Երկու տղամարդ էլ կանգնացնես ու հրահրես, կռիվ կանեն։ Չհրահրես է կանեն։ Ճիշտանակում դա մարտական տեսակ է, էլի։ Իրականում շատ հանգիստ կենթանի է, հա, գամփրը։ Գամփրը ամենաադեկվատ կենթանին է։ Քանի որ մենք շատ ենք փրկում Հայաստանում այս ցեղատեսակը շատ տուժված է, շատ։ Երևի մեր ամենաշատ, որ ասած ցեղական կենթանիներից որն եք փրկել, գամփրն է։ Արգանդի արտանկումով, այսինքն շատ բուծած գամփր, հյուծված, ցանկացած հիվանդության ժամանակ դուրս են գցում, չեն բուժում, եւ ժամանակավոր նրանք հայտնվում են մեր կացանի միջև տուն գտնելը։ Հավատացեք, մեր կացանի բոլոր շներից ամենաադեկվատը իրանք են։ Ամենաադեկվատը։ Չգիտեմ ինչ պիտի լինի, որ կռիվ անեն, ագրեսիա ցույց տան։ Գամփրի ցույց տված ատամ ես չեմ ֆիքսել, որ գամփրը ատամ ցույց տա։ Այսինքն շատ ադեկվատ կենթանիներ են իրենք։ Ինչի են այդքան իրենց շատ այսպես ասած շատ օգտագործում, շատ շահագործում, ինչի են այդ ցեղատեսակի վրա կենտրոնացված։ Որտեվ մեծ են, հզոր են։ Օգտագործելի են։ Օգտագործելի են, հա։ Մի հատ բան եկավ մտքիս, որ սենց խոսում ենք, շատ ունենք, չէ՞, տենց հայկական արժեքներ, որ ասում ենք, սա մեր արժեքն է, ու գամփրը մտնում է դրա մեջ։ Խոսքերի մակարդակում մենք տենց կգովանք ու մեր սրբությունն է, չէ, մեր տենց, չգիտեմ, դիցային շունն է, բայց պարզվում է ամենաշատ տուժված ու լքված ու այո, իրանք մաշված ցեղատեսակն է Հայաստանում։ Ոչ միայն լքված, տուժված լինելու առումով, որ կռվածվում են, այլ նաև այդ մարդիկ, ովքեր իրաց կռվածնում են, մեկնաբանությունում շատ տեսած կլինեք, ասում են մենք երեխուց լավ են պահում, ես իմ շան երեխուց պես եմ պահում։ Դուք եթե գնաք նայեք այդ գյուղերում գամփրներին ոնց են պահում, իրանք ապրում են կամ կապի վրա, կամ ինչ-որ ժանգոտ վոլերում։ Եվ ուտում են ինչ որ կիլոյով են ոսկորմիս, որ էժան ծախում են, այդ ուտում են եւ երևի ճիճվաթափ են անում։ Դա իրանք համարում են, որ իրանք գամփրին երեխու նման պահում են։ Ինձ թվաց ասել ես, որ գնաք այդ գյուղերը տեսնեք երեխեքին ոնց են Կարող է երեխեքի նման պահում են, հա, կարապատը։ Հարց ունեմ այսպես ասած, աղայանի զանգին ու զրանգին գամփրներ են։ Չեմ հիշում։ Ինչ թվում որ այնտեղ ցեղատեսակ է նշված, բայց ինձ թվում է հիմա ուղղակի որ նկարագրեցիր ինչ որ։ Բայց չեմ հիշում, ճիշտն ասած, որ ինչ որ բան, որ ինձ հիշացնի, որ իրան գամփր են։ Բայց շնատեսակ, որը ինքը իրանով հանգիստ է, ադեկվատ է, բայց որը եթե թշնամի է գալիս, կարա ռեալ վտանգավոր Դա լինի։ գամփրն է։ Ուրեմն զանգին ու զրանգին գամփրն է, դες։ Ինչ է իմացանք։ Օվսանա ջան, մի օրենսդրական փոփոխության մասն եմ ուզում խոսենք, դեկտեմբերի 4-ներ կարծեմ, դեկտեմբերի սկիզբներ խորհրդարանում, խնդրում եմ այդ մասն էլ ասես, չգիտեմ արդեն որերորդ լսմամբ, որերորդ անգամ կենթանասերների ու կենթանապաշտպանների առարկությունները հաշվի չառնելով եւս մեկ անգամ օրենսդրական նախագիծ էր քննարկվում, ինչ-որ կենթանիներին ուզում են հավաքեն 300 կենթանի միտեղ, որպեսզի փողոցային շների դեմ պայքարը, հա, դա երևի ինչ օրենսդրություն է ու ինչի է դեմ այդ օրենսդրությանը ու մի քիչ պատմես մեզ դրա մասին։ Դեկտեմբերի 4-ին, դեկտեմբերի օրը չեմ հիշի, պետք է լիներ լսումը, բայց չեղավ, եղավ մարտի 26-ին կարծեմ եւ մարտի 26-ին անցավ, օրենքը կոչվում է կենթանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենք եւ մենք այդ օրենքին չենք դեմ, ուղղակի օրենքի մեջ այնպիսի կետեր կան, որոնք շատ ուղիղ խփում են կենթանի կերակրողներին, խնամողներին, կացարաններին, հա։ Այսպիսի մի կետ կա, որ կենթանիներին ոչ ճիշտ կերով կերակրելու դեպքում, իսկ ճիշտ կեր կարա համարվի միայն պրեմիում դասի ընկերը տուգանք։ Այսինքն եթե դու օրինակ տեսնում ես խանութի մոտ ձակու կա, մի կտոր երշիկ ես առնում կամ մի թթվասեր ես առնում տալիս, մեկը դա կարա նկարի եւ ձեզ տուգանեն։ Okay, 50,000 դրամ։ Ու այդպիսի բազմաթիվ խնդրահարույց կետեր կան։ Շատ լուքս խնդիր է, հա, ասենք Երբ հասանք այդ մակարդակին ունենք ու բարձում կամ ասենք եթե կենթանուն առաջին բուժօգնություն ես ցույց տալիս, ընդհանրապես թույլ չէ տալիս որևէ բժշկական միջամտություն առանց բժշկի։ Դա իհարկե ինքնաբուժությունը կանխելու նպատակով է, բայց եթե ես հիմա ինչ որ սահմանում միտեղ, որտեղ կլինիկա չկա, բժիշկ չկա, տեսնեմ վիրավոր կենթանի,
Ես է պերեկիս ունենամ, ես իրավունք չունեմ իր ոտքին պերեկիս ցանեմ, որտեղ կարամ տուգանվեմ 200,000 դրամ։ Կամ կացարանում մենք որ շնեն 1000 տարի ճիճվա թափում ենք, չենք կարա մեր շնեն ճիճվա թափանենք։ Պիտի պարտադիր բժիշկ կանչենք ամեն անգամ, թե չէ 200,000 դրամ տուգանք։ Բայց այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ օրենքի մեջ ֆիքսված չի, որ ստերջացումը միակ մեթոդն է գլխաքանակի կարգավորման։ Իրենք պատճառ են բերում, ասում են, որ օրենքում ասում է, որ ցանկացած մահվան գործը հանգեցնող գործողություն արգելվում է։ Այսինքն մենք թափառող կենդանին չենք կարող սպանել, օրենքն արգելում է։ Բայց նույն Ամերիկայի օրինակով այնտեղ էլ է չի արգելվում։ Այնտեղ դու չես կարող կենդանի սպանել ու չդատվել, բայց միևնույն ժամանակ կացարաններում տարեկան միլիոնավոր կենդանիներ են քնեցվում։ Այսինքն ինչքան էլ սպանել արգելված լինի, միևնույն է պետությունը կարող է ինչ-որ պետական ծրագիր անել, որը հենց այդ կետի տակ չի։ Եվ եթե օրենքի մեջ ֆիքսված չի, որ թափառող կենդանիների թվականակը միայն ստերջացմամբ է կարելի կարգավորել, դա բաց դուռ է հետագայում տարբեր բաներ անելու համար։ Եվ այսպես լիքը բաներ։ Մենք շատ ուրախ ենք, որ այդ օրենքն իրականում կա, ուղղակի նրանք չեն աշխատում ոլորտից հասկացող մարդկանց հետ եւ մերժում են մեր բոլոր իրար հետ աշխատելու առաջարկները, որ գրած է ասենց ինչ-որ արևմտյան Եվրոպայի երկրի համար, որտեղ ասենց մի 50 փողոցային կենդանի է մնացել, որոնց հանկարծ երշիկով ու սմետանով չկերակրեք, էսա ճիշտ օրգանները կգան, բոլոր հարցերը կլուծեն։ Այսինքն թվում է լավ օրենք է, բայց մի քիչ մեր իրականությունից Մերի Գալստյան եւ Արուսյակ Մանավազյան։ Եվ ինչ որ Աժից, չէ՞, պատգամավորությունները, ինչ որ մարմինների հետ, որոնք դրանով զբաղվում են կամ գոնե վետերինարների հետ։ Իրանք աշխատել են չգիտեմ ում հետ են կոնկրետ աշխատել, որովհետև ես չգիտեմ այնպիսի բժիշկ, չգիտեմ այնպիսի կինոլոգ, չգիտեմ այնպիսի ՀԿ, որի հետ իրենք աշխատել են, չէ, մի ՀԿ գիտեմ, ու իրենք մեզ կանչեցին հոկտեմբերին, որպեսզի մենք առաջարկներ անենք, մեր դիտողություններն անենք, բայց մեր արած առաջարկներից ոչ մեկը չընդունվեց, եւ նրանք ասում են, որ մենք հանդիպել ենք ՀԿ-ների հետ։ Ահա։ Այսինքն գալոչկայի համար մեզ կանչել էին, բայց մենք պայքարելու ենք այնքան միջև այդ բոլոր կետերը այնպես լինի, որ չվնասվեն կենդանի խնամողները։ Կացարանների վրա տուրք են դրել 50,000 դրամ։ Այսինքն մենք պետության գործն ենք անում, մի բան էլ պիտի նվիրատվություններից գումար առանձնացնենք, որպեսզի տանք իրենց տուրք։ Բայց չասեցիր ընդունվել է օրենքը արդեն։ Արդեն ընդունվել է, բայց փոփոխությունների համար միանշանակ։ Եվ ապրիլի 19-ին մենք ունենք մեծ ակցիա։ Ժամը 12-ին Կասկադից շարժվում ենք երթախաղ երթա, բայց մեր պահանջներով այդպես։ Այնպես որ սիրելի կենթանասերներ, եթե ուզում եք կարող եք միանալ Օվսանայից ակցիային։ Մեկ էլ այդ 300 տեղանոց այդ ապաստանի հետ ինչ կասեք, դա հնարավոր է, մի քիչ շատ չի քանակը։ Պետական կացարան թե կացարաններ պետք է կառուցվեն։ Իրական տեսեք, կացարանը այն առումով, որ օրինակ եթե մարդը պետք է իր աշխարհը այսպես թե այնպես լքի փողոց տանի թողնի կացանում, այդ առումով լավ է, բայց ինքը թափառող կենդանի գլխաքանակ չի լուծելու գլխաքանակի հարց, որովհետև ցանկացած երկրում, որտեղ այսօր փողոցում շունչ կա, կացանը դա վերջի փուլն է, որ ստերջացման ծրագրով, բուծելը կանխարգելելով ամեն ինչով հասնում են նրան, որ ձեր ասած մնաց 50 շուն, եւ այդ ժամանակ արդեն կացանը արդյունավետ է, այդ 50 շունն էլ վերցնեն տանեն կացարան։ Իսկ հիմա այդ 300 շունը լցնեն, փողոցում բան չի փոխվել դրանից։ Բայց դա կան պայմանական, չգիտեմ, Փարիզում, Բերլինում, որտեղ շունչ կա, այդպես են արել, այսքան տարիներով ստերջացման վերահսկելը եւ ամենավերջում արդեն գալիս է կացարանների փուլը։ Մի հատ հարց էս ֆոնին, ես հիշում եմ մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարաններ այդպես ծրագիր անում, հա, որ ստերջացնում են եւ այլն, ու դա համընկավ այդ շրջանի հետ, որ լիքը բողոքներ էր կենդանիների հարձակումների մասին եւ այլն եւ այլն։ Հասկանում եմ, որ ստերջացման ծրագիրը տարիների ընթացքում է։ Այո, ինքը երկարաժամկետ է։ Բայց մի հատ հիմնական այսպես բողոք կար, որ այդ ծրագիրը Երևանի քաղաքապետարանի արած չի աշխատելու, որովհետեւ ինքը ստերջացնում մենակ Երևանի շներին, մարզերում չկա այդպիսի բան, մարզերի շները գալիս են ու այդպես չի աշխատում։ Հիմա եթե մենք ամբողջ Հայաստանում ասենք, այդ տրամաբանականը սկսել անել ամբողջ Հայաստանում, հա, բայց ի՞նչն է կանխում, որ, չգիտեմ, Թուրքիայից գան շներ եւ այլն։ Տեսեք, ստերջացումը միայն մի դեպքում է աշխատում, եթե արվում է տարեկան 80% եւ անընդհատ տարիներ շարունակ, որովհետեւ եթե դու անես տարեկան 40%-ին ստերջացնես, 60-ին չստերջացնես, այդ 60-ը այնքան են բազմանալու, որ լրացնելու են տեղը եւ գլխաքանակի կարգավորման առումով դա լինելու է լրիվ անիմաստ բան։ Եթե դու ուզում ես ստերջացման ծրագիրն աշխատի,
պետք է լինի տարեկան 80% եւ տարիներ շարունակ, որովհետեւ թիվը գնա նվազման, եւ մարդիկ պետք է հասկանան, որ սա երկարաժամկետ բան է։ Ոչ մեկ ինչքան էլ բողոքեն, ինչքան էլ ստորագրեն, ինչքան էլ իշխանությունից պահանջեն, հնարավոր չի անել մի հատ քայլ, որ կարճաժամկետ այլևս փողոցում շուն չլինի։ Դե ուղղակի հնարավոր չի ընտրություններում խոստանում են, չէ՞։ Հա, դե, հա, հիասքանչ, սերտաճելու եւ պահեստավոր է շներին։ Սերտաճելու Սերտաճելու եւ պահեստավորելու է շներին, հա։ Էջմիածնի ընտրություններին ինչ որ չեմ հիշում, որ հանրապետություն կուսակցության թե ինչ, մի խոսքով, հա։ ու միջինում քանի տարի պետք է նկատի ունենալ։ Ընդհանրապես 4-5 տարուց արդեն զգալի տարբերությունը զգացվում է, եթե ստեղծման ծրագիրը ճիշտ են անում։ Այսինքն ամբողջ հանրապետությունով 80% ու 4 տարի հետո նկատի։ Այս թափառողշան կյանքի միջին տևողությունը 6-ից 7 տարի է։ Այսինքն, որpիսի եթե դու անդադ ստաբիլ ես պահես եւ նաեւ վերահսկվի տնից շների դուրս թողնվելու հարցը, ձագերի դուրս թողնվելու հարցը օրենքով խստացվի եւ 6-7 տարում արդեն մենք շատ մինիմալ քանակի շուն կունենանք։ Բայց ինչի այդքան էլ երկար ժամանակ չէ, էլի կարելի է դիմանալ ու Դե որ մենք 20 տարի սպանենք տեսել, բայց արդյունք չենք տեսել, դա երկար ժամանակ չէր, հաշվի առնելով, որ ոչ մի արդյունք տենց էլ չեղավ, չէ։ Միշտ սպանել են եւ արդյունքում ինչ, ոչ մի բան։ Մի հատ էսպիսի հարց ունեմ, այսպես ասած, դաժան, բայց շոշափելի, հա։ Այդ շրջանը, որ ասում եմ, երբ որ ստերջացում էր գնում մեծ տեմպերով, իրոք փողոցում շատ էին շները, ու դա իրոք վախենալու էր։ Այսինքն ես ընդհանրապես կենթանուց վախեցող չեմ, որևէ կենթանուց, բայց երբ որ երեկոյան օրինակ կոնկրետ տարածքում են կոնկրետ ոհմակով եւ այլն, դա վախենալու է։ Ու բնականաբար մարդիկ դժգոհ են ու հաշվի են առնում, որ Հայաստանում ահագին մարդ կենթանուց վախեցողա սկզբունքորեն շատերից փոքր օրինակ ես վախեցող չեմ, չգիտեմ ինչ հրաշքով, որովհետեւ փոքր ժամանակ մաման, տատիները, հարևանները դպրոցի բոլորը ասել են, որ զգուշուն է։ Ես չգիտեմ ոնց է այդպես եղել, որ ես վախեցող չեմ, բայց միջինում, այսինքն սոցիալական լիքը պատճառներ ունենք, որի պատճառով մարդիկ վախեցող են։ Հիմա, երբ որ չները քչացել են, երևի պատկերացնում ենք, հա, ինչ տրամաբանությամբ, իրանք բայց օբյեկտիվորեն քչացել են եւ պետք է հասկանալ, որ մարդկանց մեծ տոկոս գոհ է այս ստատուս քվոից։ Հիմա եթե մենք այդ մարդկանց ասում ենք, օքեյ, մենք վերադարձնում ենք նախորդ այն վախենալու վիճակը, հարցազրույց են տալիս մի քանի օքի, որոնց շները կծել են կամ իրենց բալիկներին կծել են կամ բալիկը վախեցել է շաքարը ստացել եւ այլն, նորից բարձանում է այդ ալիքը ու նորից այդ ամեն ինչը հետ է գնում, ուզում հասկանամ, ըստ քեզ ոնց է հնարավոր այդպիսի որոշումը, եթե նույնիսկ լինի, ոնց է հնարավոր մարդկանց մատուցել, բացատրել նենց, որ այդպիսի դիմադրության չհանդիպի, որտեղ այդ դիմադրությունը բնազդի մակարդակով լինելու է վախը ամենաուժեղ զգացումներից է, էլի։ Նախ հասարակության հետ պետք է աշխատանք տարվի։ Դա շատ կարևոր է, որովհետև մարդիկ չեն հասկանում, թե ստերջացման ծրագիրը ուր է տանում։ Իրանք տեսնում են, օրինակ, տեսեք, մարզերում լինում է անում է ստերջացման ծրագիր, իմ նշած անարդյունավետ ցուցակից, որտեղ կարող է անեն 50 շուն, 100 շուն, 500-ի մեջ, եւ դա արդյունք չտա։ Ու մարդկանց մեջ ինչ է տպավորվում, որ ստերջացումը անարդյունավետ է։ Ստերջացումը մեկաշներ լիքն են, բայց ոչ թե ստերջացումն, այլ սխալ ծրագիր են անում։ Ուղղակի ուզում են ցույց տան, որ իրենք ծրագիր են անում։ Դա շատ կարևոր է նաև այնքանով, որ ոհմակ չի կուտակվում ստերջացված շներից։ Ոհմակը կուտակվում է չստերջացված շներից։ Եթե ոհմակում բոլոր ստերջացված, նրանք չեն մնա ոհմակում, կծրվեն, կարող է 2 շուն, 3 շուն, բայց այն ոհմակը, որ վախենալու է, այսպես ասած, ես էլ եմ ոհմակի հարցակման զոհեղել, էլի, այնպես չի իմ հետ չի եղել, ես չեմ հասկանում, բայց բոլոր դեպքերում ոհմակը միշտ չստերջացված շներից է կազմված։ Այնպես որ ստերջացումը նաև ոհմակի հարցն է լուծում։ Ոհմակը հավաքվում է զույգման պատրաստ էքի շուրջ։ Նրանք որ ոհմակով պատտվում են, տենց 10 հոգով են մեղա։ Դա զույգման շրջան է։ Դա զույգման շրջան է։ Ճիշտ է, ստերջացված տան կենթանիներն ու Գերմանիայից գիտեմ, մի քիչ ավելի բան են դառնում, էլի, սենց լեյն են դառնում։ Այո, այդ զույգման շրջանը չկա, այդ խառը ոհմակային աժոտաժների մեջ իրանք չեն մտնում ուղղակի։ Թեմաների մեջ չկա։ Այդ թեմաների մեջ չկան իրանք արդեն։ Հիմա Օվսաննա ջան, մի երկու խորհուրդ տանք։ Ինչ անել, երբ, հա, ու սենց տարբեր իրավիճակներ, գուցե Ժասմինի հարցի հետ կապված, որ այդտենց ոհմակ ես տեսնում ու դեռ չգիտենք ինչ կլինի, բայց ահա որ վախ ես զգում, կա ինչ որ վարքագծային խորհուրդ, որ
ինչ որ չափով կնվազեցնի ռիսկերը։ Այո, այն ինչ որ ես ասում եմ ինքը շատ դժվար անելու բան է, որտեվ ես միշտ մարդիկ ինձ ասում են այ քո վրա ոհմակ կհարցակվի, որ դու կհասկանաս, բայց ես հասկանում եմ, որտեվ ինձ վրա ոհմակ հարցակվել է, ու այդ բանը շատ դժվար է չգոռալ, չվազել, անկախ քեզնից, այդ ադրենալինը բարձրանում խփում է գլխիդ, բայց հաճախ մարդկանց հաճացող շունել է թվում ագրեսիվ, այսինքն երբ որ դու ոհմակ ես տեսնում, իրանք չի նշանակում պարտադիր պիտի գան քեզ ուտեն։ Շները հաճախ երբ որ հաճալով գալիս են, նաև ուղղակի գալիս են հոտ ուտելու գնալու։ Okay։ Դրա համար, եթե դու վազես, շները ունենային նպատակ, թե չունենային նպատակ, ընկնելու են քո հետևից։ Իսկ եթե դու չվազես, գոնե 50% շանս կա, որ իրանք չունեին նպատակ եւ կգնան կկպնեն իրանք գործին, որովհետեւ մեկը վազելով, փախնելով դու չես փրկվի։ Ոհմակից, եթե նրանք նպատակ ունեն քեզ վրա հարձակվելու։ Իսկ շներից ռեալ վախեցող մարդկանց խորտ կտամ ձեռք բերեն ուլտրազվուկ, շատ օգնում է նաև սպիրտի սպրեյը։ Իրենց հետ միշտ ունենան, որպեսզի այդ նման դեպքերում օգտագործեն։ Ուլտրազվուկը հիմնականում վախեցնում է շներին։ Շներին վախեցնում է նաև էլեկտրաշոկերի ձայնը։ Այսինքն կարևոր չի իրանց մոտիկ լինել, նույնիսկ բավականին տարածության վրա իրանք այդ ձայնից բավականին վախենում են։ Այսինքն վախեցող մարդիկ իրանց հետ ուղղակի կարող են այնց գործիքներ ունենալ ու ավելի հանգիստ լինել։ Ինչը թանկ չի, չէ՞։ Ընդհանրապես թանկ չի, 5-6000 դրամով կարելի է ձեռք բերել։ Ես նույնիսկ հիշում եմ, մեզ փոքր ժամանակ ասում էին նույնիսկ օղի կարելի է ուղղակի շշի մեջ լցնել, եթե այո, սպիրտ ես դրա համար եմ ասում, հա։ Դե օղին ավելի էժան էր մեզ, քան սպիրտը, պիտի որ հիմա հակառակը լինի։ Ես մենակ այդ անշարժ կանգնելու բանն եմ խորհուրդն եմ լսել։ Ինչը։ Անշարժ կանգնելը, այո, ես չեմ ասում 100%-ով, որտեղ թե շունը գալիս է քեզ կծելու, այդ դեպքում շանս կա, որ անշարժ կանգնելը չի օգնի, բայց շատ դեպքերում շունը չի գալիս կծելու, հատկապես երբ որ շունը հաճալով է գալիս, նա չի գալիս կծելու, այն մարդիկ, ովքեր հարձակման զոհ են եղել, կփաստեն, որ շունը կամ մի անգամից եկել ու բռնել է իրան, կամ ինքը նույնիսկ չի նկատել շանը, որովհետև շները եթե հաճալով գալիս են, նույնիսկ կարող է մեղմ ձայնով իրանց հետ խոսած, մեկ էլ տնես պոչիկ է շարժում։ Այնպես որ դա շատ հաճացող շները 90%-ով կծելու չեն գալիս։ Okay։ Ինչ անել, երբ վիրավոր շուն ես կամ կատու, վիրավոր կենդանի ես տեսնում։ Նաև վայրի վիրավոր կենդանի ես գուցե տեսնում։ Ինչ անել այդ դեպքում։ Նայած ինչ վիրավոր է, նայած վայրի կենդանի դեպքում ես խորտ կտամ դեպքում զգուշ լինել կատաղություն հիվանդությունից։ Այդ դեպքում կան կազմակերպություններ, որոնց կարող են փորձել դիմել։ Մենք դե վայրի կենդանիներով չենք զբաղվում։ Շների դեպքում էլի, եթե թեթև տրավմա է հնարավոր է շանը գրկել, ապա պետք է հասցնել կլինիկա եւ հետո թեկուզ կապել մեզ հետ, որպեսզի մենք ծախսերի հարցում օգնենք։ Իսկ եթե ծանր բան է, գրում են մեր էջին, մենք փորձում ենք օգնել։ Իսկ ինչ անել, երբ այտենց մեկ էլ այդ սպիտակի շնամարտերի պես բան ես տեսնում։ Այդ դեպքում նախ պետքա տեղում զանգել 102։ Okay։ Անպայման, որովհետեւ դա քրեական հանցագործություն է։ Իսկ եթե իրենք վախենում են զանգել, ապա մեզ գրում են, ուղղակի այդ պահը կարող է բաց թողնենք։ Գոնե նկարում են այնպես, որ մեքենայի համար երևա, դեմք երևա, որպեսզի հետագայում այդ նյութը կարողանանք օգտագործել։ Իսկ մի հատ հարց, եթե մարզերի մասին ենք խոսում, երբ որ զանգում ես ոստիկանություն, ընկնում ես տեղական բաժին, հա։ Ես իմ փորձից գիտեմ, շնամարտերի հետ կապված չէր, բայց էլի այսպես ակնհայտորեն օրենքով արգելված գործունեության հետ էր կապված, լորիում էլի կասեն։ Մենք զանգեցինք ոստիկանություն, ու ոստիկանը ակնհայտորեն լորեցի, բառացի, ասես մարդիկ տուն են պահում։ Գիտեք, այդպես այնքան է եղել, որ մեզ ոստիկանությունը փորձել է ցրի։ Մի անգամ չի, երկու անգամ չի, բայց երբ որ դու ոտքդ դնում ես գազին, ասում ես, ես հենց հիմա կզանգեմ, կբողոքեմ, ոստիկանի անունը հարցնում ես, զանգում ես 102, ասում ես, այս մարդը չի ընդունում իմ հաղորդումը։ Հաջորդ անգամ կապ մի լինքի, հա, այո։ Բայց այդ խնդիրն էլ կա, էլի, այ լորոյի դեպք եղել էր ասցի լորիում, նույն գյուղից են այդ մարդիկ, էլի, ասենք ծնողներն են իրար հետ ինչ որ հարևան դարերով բամբատատս պապս, չէ։ Իրականում հետո ես խավորից դեմքին ոնց նայեմ, տրամաբար նայեմ կամ չգիտեմ, աղջիկս ամուսնացած է նրա տղու հետ։ Դե հետ։ ոստիկանությունը մի աշխատի։ Հա, ինչ ասեմ։ Եթե մարդ քրեական հանցագործություն է անում ու դու ծանոթ բարեկամ ես անում, գնա աշխատի խանութում նիսյա տուր այդ մարդկանց, քեզ հանգիստ զգա, չէ՞։
խորհուրդն է հիշում։ Ես պետք է օգտագործել։ Որ մեկը ասեն գնա խանութում, բայց կա չէ, ասենք, հա, իհարկե սխալ է որպես ոստիկան։ Ես գիտեք, գրեթե բոլոր մարզային ոստիկանները, որ գնում եմ կենթանի հետ կապված հաղորդում տալու, մի հատ sense սկզբից բանի վերաբերմունք եմ տենց խնդում ենք թիտակ, հետո արդեն մարզային ոստիկան, ոչ միայն մարզային, բայց մարզային ոստիկանները ընդհանրապես աղջիկ տեսնելուց են խնդում մի հատ կտիտագործոր, ի սկզբանե տրամադրված են, որ ոչ մի լուրջ բան չի լինելու, դու քո գլխից մի բան հնարել ես եւ բայց պետք է իրանց սովորացնել, որ տենց չի։ Ինձ երբ որ տենց են անում, ես զանգում եմ 102, զանգում եմ նախարարություն, բոլորին խառնում եմ իրար, մի հասնում եմ սիգնալիզացիաս, ու ինձ արդեն այդ բաժնի պետը ընդունում է շատ խելոք, սուրճա տալի, ջուրա տալիս, որովհետեւ ես իրանց բաժնի վրա հանկարծ չբողոքեմ։ ամերիկյան նո անգլալեզու TikTok-ում խորհուրդ են տալիս, եթե ունես ինչ-որ ծանոթ բարեկամ, դվայուրդնի ախպեր եւ այլն, որը 2 մետր բոյ ունի, իր հետ գնալ ու ինքը պրտող չխոսա, ուղղակի այդտեղ լինի ու կտրուկ վերաբերմունքը փոխվի, բայց չեմ փորձել, չգիտեմ։ Բայց չէ, Հայաստանում ես հակառակը կասեմ, մենք մեր հետ ոչ միտեղ տղաներին չենք տանում, որովհետև տղաների հետ իրավիճակը լրիվ ուրիշ է։ Օրինակ պատկերացեք, մեր հետ տղա լիներ է շնամարտի տեղում, դա կվերածվեր ծեծ կրտուքի։ Հա։ Իսկ աղջիկների հետ չեն կարողանում իրանք, չգիտեն իրանք ոնց պահեն։ Այսինքն շշկռվում են։ Մասին գրել էի, հիշում ես, ես իրոք որ նայում էի այդ վիդեոն, այդ տղամարդու են, որ ասում էր գնացեք ստեղից, մի պահ պատկերացրեցի ձեր փոխարեն տղամարդիկ լինեն, էլ Երևանից, հա, գնաց տենց խորը գյուղերում 4 տղա Երևանից, ասես մի հարեք օրենքով արգելված է, տուն չես հասնի երևի։ Իսկ կնոջ դեպքում գոնե սենց շոր Հայաստանում ինչ որ մի պահ արգելակ կա էլի, որ խո չեմ խփելու վերջը ես հիմա իրան։ Հա, դժվար է, բայց հենց դա այս հարցերում մենք սովորաբար հակառակը մեր տղաներին ոչ մի ձև չենք խառնում, որովհետեւ կարողանանք աղջիկներով մեր հարցերը տանել առաջ։ Դա ավանդույթը մեզ պաշտպանում է somehow։ Զարմանալի է, բայց մյուս կողմից այդ պաշտպանության հաշվին մենք կոտրում ենք ավանդույթ, որը այդքան էլ լավ չի էլի բոլորիս համար, հա։ Ովսեդա այսպիսի հարց, իրավիճակ, որին ես բախվել եմ, վստահ եմ Սատնել է բախվել, երբ որ խոսում ես ինչ-որ մի այդպիսի բարեփոխումից, ինչպիսին է կենդանիների պաշտպանության օրենքը, բայց ոչ միայն, չգիտեմ, եթե երեխաների մասին օրենքը, կանանց մասին, ցանկացած խոցելի խմբի մասին, շատ հաճախ հակադարձում են, որ այդ ձեր Եվրոպաներից եկել եք, չգիտեմ, բերել եք բան, որ մենք ուրիշ հոգսեր ունենք, դա շքեղություն է։ Ու Հայաստանում այս կամ այն ձևակերպումով ասում են, որ կենդանիների պաշտպանությունը շքեղություն է, որը մենք այս պահի մեր սոցիալական վիճակում մեզ չենք կարող թույլ տալ։ Ու մեկը լինի մեզ պաշտպանի, պետք է առաջինը մարդկանց պաշտպանել, լիքը հաստատ դու ես լսել։ Ու ես մտածում եմ այդ մասին, որ արտակարգ իրավիճակում, օրինակ եթե չգիտեմ, հրդեհա ու այնտեղ կա շուն ու երեխա, երևի այդ մոտեցումը ճիշտ է, բայց այդպիսի արտակարգ իրավիճակը դրա համար արտակարգ է, որ անընդհատ չի։ Մեր միջին, այսպես ասած, առօրյա կյանքի վրա, ինչա դա այդքան շատ տարածվում։ Ինձ թվում է մեզ մոտ դա գիտեք ոնց է, քանի որ կենթանի իրավունք հասկացություն երբևէ չի եղել Հայաստանում։ Մարդիկ հազար ներողություն ես բառարար, բայց խրտնում են դրանից, ոնց կարա կենթանին ունենա իրավունք, որտեղ օրինակ մարզերում կենթանուն ապրանք են ասում։ Նույնիսկ ես Գամփրի կրվածողներից մի քանիսը ասում են մեր ապրանքն է, ինչ կուզեն կանենք, այսինքն տենց էլ հնչում է գյուղերում կենթանուն, ասում են ապրանք։ Չեն ընկալում որպես բան։ Ու այստեղ չեն ուզում տեսնել, թե ինչ մեծ կապ ունի։ Դա որովհետև այն հասարակությունը, որտեղ կենթանու իրավունքը պաշտպանած չի, դա դաժան հասարակություն է, այդտեղ չի էլ կարա մարդու իրավունքը միջև վերջ տենց էլ պաշտպանված լինի։ Հենց այսօր պոստ էի արել, վերջերս մի մարդու դատի տվեցինք եւ դատը հաղթեցինք, որ փոքրիկ շանը 5 կիլոանոց կապել քաշ էր տալիս մեքենայից։ Այդ նկարել են մի խոսքով այդ դատը եղավ, այդ մարդը տուգանվեց 900,000 դրամով եւ այսօր TikTok-ում մի հատ լայվ է տարածվել, որտեղ այդ մարդը իր կնոջը թե իր զուգընկերուն մի խոսքով ինչ-որ կնոջ ծեծում է, ֆիզիկական բռնություն է գործել։ Կակոյ սյուրպրիզ։ Հենց այդ է, այսինքն ինչպեսի անակնկալ, այս հենց այդ է, որ կապ ունի, երբ որ իր այն երկրում, որտեղ կենթանիների իրավունքները պաշտպանված չի, այդտեղ նաև պաշտպանված չի կանանց իրավունքները, երեխաների իրավունքները։ Մարդիկ պետք է հասկանան, որ դա փոխկապակցված է։ Մեկը մյուսից անջատ չի, մենք չպիտի սպասենք մարդկանց հարցերը լուծվի, նոր ասենք կենթանիներ, դից մենք կսպասենք 1000 դար։ Պետք է այդ ամենը անել զուգահեռ։
ու ոչ միայն իրավական պաշտպանվածությունը, անկեղծ էլի մեր մեջ այդ վիդեոն որ նայում ես ու մտածում ես, եթե այս մարդիկ ոչ ցավ են զգում, ոչ ինչ որ բարոյական խնդիր ունեն այս ամեն ինչի հետ, իրանք անկեղծ ուրիշ բաներ էլ կանեն, այդտենց շատ սառնասիրտ ու հանգիստ ու առանց մտածելու, որ իրանց համար դա նորմալ է։ Նորման ես հիմա հասկացա, որ պատկերացնում թե այդ նորման ինչից է գալիս։ Մի քանի տարի առաջ ես Ջրվեժում էի ապրում, ու այնտեղ շատ կային, ու այդ հենց այդ տարիներն էր, որ շատացել էին շները քաղաքում, ու այնտեղ այսպես մի հատ մեծ հատված կա թաղի, որտեղ մեքենաներ չկա, բան չկա, ոնց որ խանութիկներ ա, ու երեխեքը այդտեղ հանգիստ խաղում են, որտեղ մեքենաներ չկա, բան չկա, ու այսինքն միշտ այդտեղ շատ երեխեք են ու կենդանիներ։ Ու ես մի անգամ այդտեղով անցնում էի, ու երկու շուն են, ու եւ մի 12 երեխա, որոնք այդ շներին քայլով խփում են այսպես տրամադրված։ Ու մի երեխա, թվոլիկն է, շատ հավես երեխա, նենց ակտիվորեն, նենց դաժանորեն էր բան անում, ու ցես ձեռքը բռնեցի, ասում խես խփում։ Զուտ դե ուրիշ երեխան է, չես կարա ինչ որ նկատողություն անես կամ դասիրակես, չէ՞, ուրեմն երեխի է խփում, հետաքրքիր է։ Ինքը շատ զարմացավ, ասում է, բայց խի չխփեմ որ։ Այսինքն ինքը ուղղակի չունի կոնցեպտ, իրան տնեցիկ չեն ասել կամ ոչ մի տեղի չի ելել, բայց չգիտի ոնց, հենց այդ։ Ինքը չունի կոնցեպտ, որ խի պիտի չխփի։ Ու դե բոլոր երեխեքիդ չշփվեցի, պլյուս ես էլ ուշանում էի, բայց որ ասեմ չէ, որ դու խփում ես, ցավում է իրան, պետք չի խփել։ Նենց զարմացավ այդ երեխեն։ Կյանքում մտքով չեր անցել։ Ու ընդհանրում այդ ոնց որ առաջի սերունդը չի այդպես երեխեք են մեծահասակները, որոնց մենք տեսնում ենք, ինչ որ բայ այդ երեխեն են եղել, որին ոչ մեկ չի ասել։ Այո։ Ոչ միայն չեն ասել, այլ դա իրանց համար սովորական է եղել նույնիսկ։ Զբաղվել են, չեն էլ պատկերացել, որ դա սխալ է, ոնց որ ես երեխա ժամանակ չեմ հասկացել, ճանճի թևեր պոկելը սխալ է, չի կարելի տենց բան։ Նույնիսկ ծտի թևեր էին պոկում, հետաքրքիր է, թև պոկելը փաստոր թև պոկելը փաստորեն տենց սազիստ մանկություն կամ մողեսի պոչ չես պոկել երբեք ես ոобще ոչ մի կենթանու կյանքում չեմ մտքովս չի անցել նեղացնել այսինքն ես այդ կոնցեպտը չեմ ունեցել որ կարելի է ինչ որ այսինքն դրա հավեսը որն է փաստորեն լորվա մարզը բավականին դրանք իմ ձեռը շատ կենթանի չէր ընկնում առանձնապես բայց մողեսի պոչ պոկելը հայտնի երեխեքի զբաղմունք է դե մողեսի պոչը գոնե աճում է ճանճի թևերը որ ես էի անում բայց միևնույնն է հիմա չեմ պոկի ասենք ինչի նեղություն տամ էլ այո ես փոքր ժամանակ էլ էի այդպես այսինքն իմ մտքով չեն ասնի որ կարելի է ինչ որ կենթանու ինչ որ բանը պոկել որովհետև Շատ կզարմանայի, որ ինչ որ մեկը տենց առաջարկ աներ օրինակ։ Գիտեք, այստեղ վատը որն է, որ այդ երեխաները քարով խփում են շանը, շունը մտածում է երեխան է վատ բան, ոչ թե մտածում է այդ երեխան է վատը, այլ մտածում է երեխան է վատ բան։ Հետո կասեն շները հարցակվում են երեխաների վրա։ Իմ երեխան բան չէր արել, հարցակվեց։ Քո երեխան չէր արել, մի ուրիշ երեխա էր արել։ Դրա համար ամեն ծնող իրան պիտի պատասխանատու զգա նաև մյուս երեխաների համար, երբ որ չի թողնում, որ իր երեխան շանը նեղացնի, որտեվ ինքը իր երեխան կարա նեղացնի, մի ուրիշ երեխա կարա դառնա դրա զոհը։ Ընդհանուր պետք է այդ կենթաների ինտելեկտը մի քիչ ճիշտ հասկանանք, էլի, օրինակ ես Գերմանիայում էլի գիտեմ շներ, ասում են տղամարդ է զգուշեղի իրան ծեծել է տղամարդ։ Ու վերջ ինքը միանգամից հասկանում է որն է կին, որն է տղամարդ, այդ երկուսից տղամարդուն կարող է նույնիսկ բռնի, այն փափուկ շուն, հա, քեզ թվում է սենց անմեղ, բարի, բայց ասում են, որ իրան ծեծել է տղամարդ ու ինքը ընդհանուր տղամարդկանց նկատմամբ ավելի ագրեսիվ է տրամադրված, որ հաստատ նույն տղամարդը չի, հոտովել լինի, շները կհասկանան, էլի, որ նույնը չի։ Այո։ Բայց հա իրանք տենց երեխեն, ուրեմն բոլոր երեխեքն են վարտը տղամարդ, ուրեմն ինքը չի հասկանում, որ բոլոր երեխեքը տարբեր են։ Ուղղակի մեր մոտ մեր հանրության մեջ հիմնականում այդ ընդհանուր պատասխանատվության գիտակցումը չկա։ Պլյուս իդեպ շատ զարմացնում է, որովհետև օրինակ ասում եմ, մեր տանը բոլորը շներից վախենում էին։ Ու այդպես խոսակցություն չի եղել, որ չի կարելի կենթանու խփել, որովհետև իմ մտքով պրոստը չի անցել, որ կարելի է կենթանու խփել, որ առիթը չի եղել խոսակցության, բայց օքեյ։ Բայց ես հիշում եմ, որ մենք նայում էինք ինչ-որ մուլտիկներ, ու վստահ այդ մուլտիկները հիմա էլ կան, հիմա նույնիսկ երևի ավելի շատ, որովհետև մարդիկ նկարում են մուլտիկներ հենց դրան ուղղված, որտեղ քեզ այս կամ այն կերպ բացատրում են, որ ցանկալի է, ոնց որ կենթանու հետ լավ վարվել, որ կենթանու հետ լավ։ Ես վստահ եմ, որ այդ երեխեքը, որ խփում են շանը, իրանք հաստատ մուլտիկներ նայել են։ Ոնց որ ինչ-որ տեղ չի հասնում այդ ամեն ինչից, որտեվ միշտ ասում են, չէ՞, օրինակ երեխեն կնայի վատ բան, չգիտեմ, ինչ-որ շատ մեծական բան, կսովորի, կիմանա, բան դե տենց սովորովի։
Լավը սովորեր։ Հա, ինչ որ բան, այ հիմա իմ տրամաբանության մեջ ինչ որ բան չի բռնում այս պատմության մեջ։ Ինչ անենք երեխեքի հետ։ Երեխեքի հետ պետքա լինել համբերատար ամեն դեպքում, ես այդ կարամ ասեմ, որ օրինակ, երբ որ մեծ մարդ է կենթանուն վատ վերաբերվում, ես կարողա ռեակցիաս լրիվ ուրիշ լինի, բայց երբ որ դա երեխա է, ես ավելի համբերատար եմ հասկանում, որ երեխեքի հետ պետքա համբերատար լինել, որովհետև չգիտես ինքը ինչ միջավայրից է, ինչա տեսել, ինչ անգիտակցական խնդիրներ ունի, իրան ինչ են սովորացրել կամ չեն սովորացրել, որ այդ բանը կարելի է կամ չի կարելի։ Դրա համար ամեն դեպքում երեխեքը մեր ապագա սերունդներն են ու իրանց հետ պետք է համբերատար աշխատել։ Յուրաքանչյուրս յուրաքանչյուր երեխու հետ ինչ որ տեսնում ենք, էլի։ Կենթանիների հետ դաժանություններ ամեն տեղ էլ լինում են, նույնիսկ ամենակատարյալ երկրներում, հա, այս վերջերս օրինակ Ֆրանսիայում շատ խիստ օրենք ընդունվեց, որը նշանակում է ուրեմն պահանջն ու առիթը կար, չէ՞։ Ինչի ենք, գուցե մեզ էսպես թվում է, որովհետև ձեզ հետևում ենք, կարդում ենք, ինչի ենք մենք այսքան դաժան հասարակություն, ինչի չենք փոխվում ու ինչ կարելի անել հենց թեկուզ երեխեքից սկսած, մանկապարտեզից սկսած կամ ինչ կոնցեպտ ունես, ինչ պատկերացում ունես, ոնց կարող ենք դառնալ ավելի կենթանասեր ու համապատասխանաբար մարդասեր երևի հասարակություն։ Առաջին հերթին պիտի անպատժելիության մթնոլորտը վերանա։ Տեսեք, ամենալավ օրենք ունեցող երկրներում էլ լինում է դաժանության դեպքեր, ոչ միտեղ բացառված չի, բայց այնտեղ անպատժելիության մթնոլորտ չի, այնտեղ համատարած կենթանիներին չեն վնասում։ Այստեղ անպատժելիության մթնոլորտը, որովհետև դեռ մարդիկ նոր-նոր պիտի սովորեն, որ օրենք կա, որը իրանց արածը պատժելի է։ Առաջին հերթին օրենք, որովհետև ոնց է ամրագոտին, միջև չտուգանեցին մարդիկ չեն գցում։ Նույնն էլ սա է։ Առաջին հերթին օրենք, երկրորդ հերթին կրթություն, շատ լավ կլինի, որ դպրոցներում առարկաներ լինեն, պարտադիր ոչ միայն սովորեցնելու սիրել, այլ նաև անվտանգության կանոններ։ Որովհետեւ երեխան իմանա, որ շամպոչը քաշելը անվտանգ չի, ականջ քաշելը անվտանգ չի։ Շան կողքով արագ վազելը անվտանգ չի։ Դրանք դա ոչ թե կենթանիների համար է։ Շատերն ասում են, ձեր կենթանով բանալիք են, էմվանձարի։ Սա իրականում երեխաների համար է, անվտանգության կանոնները երեխաների համար է։ Այնպես որ օրենք, կրթություն եւ աշխատանք, որպեսզի տարիներ հետո մի օր, ես ասում եմ, գոնե թորների ժամանակ տեսնեմ ամեն ինչ լավ է, հանգիստ գնամ։ Այդպես։ Շնորհակալություն Օվսանա ջան։ Դու խոսում ես, ես հենց մտքումս առանձին կտորներ էի առանձնացնում, որ այսպես ցուցակ կարելի է կազմել, հա, խորհուրդների ու կախել տարբեր տեղեր պատերին ու լիքը բան իմ համար օրինակ նոր էր։ Քեզ համար էլ հա, դες նույնիսկ Սաթենիկի համար, որ թեմայի մեջ է շատ ավելի քայ է, շատ շնորհակալ եմ։ Այո, ստեղծված շները ոհմակ չեն կազմում ու վտանգավոր չեն, շատ ու դա կարելի է մարդկանց բացատրել ու բարձրացնել։ Այնպես որ 100%, եթե ստեղծվածը չի կարա հարցակվի, որովհետեւ հանկարծ մարդիկ սխալ չհասկանան, ասեն չէ կլիպսով շունը հարցակվեց։ Ամեն դեպքում ինքը կարա է մարդ խփած լինի, ինքը մարդու նկատմամբ բուռ ունենա, բայց որ ոհմակ չեն կազմում, դա այդպես է։ Տեսակ, շնորհակալություն, եթե Օվսանայի առանձին թեզերը ուզում եք լսել, կարող եք մեր շորցերին էլ հետևել, այնտեղ անպայման կդնեմ, որովհետև շատ այսպես բաներ ասեց, որ կուզեմ կետային ընդգծենք, շնորհակալություն, որ եկար Օվսանա ջան։ Շնորհակալություն, որ այս թեմայի մասին խոսեցիք, ինձ հրավիրեցիք, եւս մեկ անգամ բարձրաձայնեցիք։ Սիրով։ Եվ շարունակեք հետևել ներս ու դուրսին, որովհետև մենք խոսում ենք պետության համար կարևոր բաներից եւ այո, կենթանիների պաշտպանությունը պետության համար կարևոր բան է։ Ուշադիր եղեք ձեր կենթանիներին, հարևանների կենթանիներին եւ թափառող կենթանիներին։ Հաջողություն։ Տեսություն։